Դատարանը որոշեց 2 ամսով կալանք կիրառել, ըստ էության միակ մասը, որը քննիչների միջնորդությունը չի բավարարվել, որտեղ սկզբից որոշել են ընդհանրապես շփումներ արգելել որևէ անձի հետ բացի ընտանիքի անդամներից, ընտրական օրենսգրքով սահմանված ներկայացուցիչների միջոցով ընտրությանը մասնակցելու լիազոր անձանց միջոցով այդ սահմանափակումը չկիրառվել եւ համապատասխանաբար անձին կարող են պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին ներկայացուցիչների միջոցով։ Կալանքի որոշումը դեռ չենք հասցրել նայենք, ոնց ստացանք, բայց առնվազն այն ծավալով, որ ինչ որ հասցրել ենք նայենք բողոքարկման հիմքեր տեսնում ենք, այսօր առավոտը նշել է ստերոսան հստակ նշել է, որ մեր ակնկալիքն է, որ կալանք պետք է մերժվի, որովհետև գործունյութերից որևէ ձև չի բխում ոչ հիմնավոր կասկած, ոչ էլ մնացած հանգամանքները։ Ներողություն, ուղղակիորեն նշել ենք, որ երբ որ քննարկում են բացի հիմնավոր կասկածի կտորից, որ ուղղակի ֆիքսել ենք, որ չկա, ուղղակի նյութ չկա, որովհետև պետական գաղտնիք, հետո պետական գաղտնիքի վրա հավանական չկա եւ այլն, ըստ էության նշել ենք նաեւ, որ այդ պատճառները, որի համար այդ հիմքերը, որ խոսում ենք, դա թաքնվել, խուսափել, այլ հանցագործություն կատարել, ըստ էության չի կարող լինել, որովհետև այն փաստը, որ պարոն Թևանյանը հաճախ եղել է արտերկրում կամ շփումներ ունի, դա ինքնին չի կարող բավարար լինել, ուղղակի մի հատ շատ պարզ հանգամանքով հիմա ընտրողշավի վերջին փուլն է, այսինքն ակնհայտորեն անձը փոխանակ ամբողջ գործընթացը նրա համար է, որպեսզի Անդրանիկ Թևանյանին հեռացնեն գործընթացից, այսինքն ընտրական գործընթացին մասնակցելու հնարավորությունը սահմանափակեն եւ հետեւաբար հաստատի, եթե այդպես բոլ համոզված լինեն, որ պետք է թաքնվի, հենա չեն կիրառի, կթաքնվի, չէր մասնակցի։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կալանքը կամ ոչ միայն կալանքը տնային կալանքը վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվեր, որպեսզի ընտրական գործընթացը որևէ կերպ չխաթարվեր։ Սա եւս մեկ քայլ է երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների հետ միասին, որը ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը, որովհետև ընտրությունների արդար ընթացքի հիմքում բացառապես քվեարկության օրվա քվեարկությունը չի, ընտրությունները դա գործընթաց է, որոնք սկսում են շատ ավելի շուտ, քան քվեարկության օրը եւ նախընտրական փուլի այս կուլմինացիան հենց այս վերջին կարգավորվող փուլն է, երբ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար հնարավորություն ունենան մասնակցեն ընտրողշավին։ Երբ որ քաղաքական ուժերից մեկի երկրորդ համարը ըստ էության ուղղակի հրահանգով տրված հաղորդման հիման վրա քաղաքական օպոնենտի կողմից գործող իշխանությունների կողմից ենթարկվում է ազատազրկման եւ սահմանափակվում է ընտրողշավին մասնակցելու հնարավորությունը, ինքնին դրանովից, ինչպես նշեցի, խաթարվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը։ Հիմա դա 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում է, դա այսօր դատարանի տիրույթում է, որովհետև պետք է դեռ բոլոր հանգամանքները գնահատեն։ Ամեն դեպքում մենք որոշման հետ ավելի մանրամասն կծանոթանանք, զուտ հիմնավորումները հասկանանք, որտեղ է դատարանը հիմնավոր կասկած տեսել եւ կարծում եմ եկող շաբաթվա սկիզբ, երկուշաբթի, երեքշաբթի արդեն հերթական հստակություն կլինի բողոքարկման ծավալների շուրջ։ Ամեն դեպքում բողոքարկվելու ամբողջությամբ այսքանը, եթե ինչ-որ հարցեր կան։ Իսկ ոնց վեր